Սրանք մոդա է աշխարհում պահանջված ջայլամի փետուրներ են։ Եկել է Արմավիրի մարզի գյուղերից մեկը, որտեղ բազմացնում են աֆրիկյան ջայլամներ, նաև տոհմային ցլիկներ։ Շատ բան ինձ համար պարզեցի։ Պարզեցի, որ Հայաստանում ջայլամի ֆերմաներ շատ կան։ Ոչ միայն փետուրների համար են բազմացնում, այլ նաև մսի համար և նույնիսկ սուպերմարկետներում արդեն կա վաճառքում ջայլամի միս։ Այ ջայլամների ագարակը։ Իսկ ձուն դնում եք մենակ ինկուբատորով։ Իրանք չեն նստում։ Տեսել ոնց է սիրում ոչիլներն անում բմբուլները։ Իրար մաքրում են։ Այդ մեկը որցնա, չէ՞ սևը։ Էլի մի տարեկան։ Պատկերացնեք, իրանք ինչքան մեծ են։ Իմ բոյից ինչքան է բոյը։ Իսկ այն որցնոյեք քան տարեկան են։ 8 տարեկան գամեշները, ջայլամ կա 16 տարեկանը։ Հա, իսկ քանի տարի են իրանք ապրում։ Իրանք 60-ից 70 տարի ապրում են։ Հələ նայեք ինչ սիրուն է։ Մի քանի աֆրիկյան ջայլամներ։ Պատկերացնում եք 1 տարեկան։ Այն սևը։ Այն սևը որքա։ Ինչ սիրուն է։ Իսկ մայրերը, այս մյուսն է։ Հա, իրա կողքից։ Իրանք էլ են ցրտին ձվադրումը կանգնում։ Հա, ցրտին չեն ձվադրում։ Պարզվում է ջայլամների ընտանիքում 1 որցա և 2 էգ։ Միսն էլ տավարի մսին է նման, բայց խորովածի համար պետք է համեմել ջերմուկով, որ փափուկ լինի, մեկ էլ սիտրուսայիններով։ Էս էլ իրանց փետրահան են արել։ Իսկ փետուրը օգտագործում եք։ Ուզողներ լինում են։ Հիմա ուղղակի երևի ձմեռման ժամանակ այդքան սիրուն չի, հա, երևի իրանց։ Այս ֆերմայից հետո փորձեցի ռեստորաններից իմանալ, թե որտեղ կարելի է գնալ նկարահանել, ինչ ուտեստներ են ջայլամի մսից պատրաստում, բայց չստացվեց, չեն համաձայնվում, ինչ-ինչ պատճառներով։ Ինքս էլ ճիշտ ասած ռիսկ չեմ անում խանութից այդ միս առնեմ, որովհետև տավարի մսից 2 անգամ թանկ է, հետո էլ դուրս չկա, լավ չսարքեմ, չգիտեմ, մի տեսակ չհամարձակվեցի։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր էր ֆերմերից իմանալ, որ ջայլամը պահելը շատ ձեռնտու է, քիչ է ուտում, փեինը, այսինքն ծերտը քիչ է, և ամեն ինչ օգտագործվում է բմբուլից սկսած, մսից վերջացրած, նաև իհարկե կաշին, որը շատ թանկարժեք է համարվում, և միակ դժվարությունը ըստ ֆերմերի դա մորթը կազմակերպելն է, որովհետև կարող են շատ ուժեղ հարվածել։ Այս ֆերմայում հատուկ մսատու ցլեր են նաև բազմացնում, տեսքը ինձ համար անծանոթ էր, գիտեի, որ անգուսի տեսակի նման ինչ-որ կենդանիներ են, բայց ինքս չէի տեսել, հետաքրքրվեցի, բայց մինչև հարց ու փորձ էի անում ու գնում էի մոտիկ, որ նկարեմ, հա փախնում էին, նենց վախկոտ էին։ Այ հիմա տեսնում եք, էլ առջևից եկա, որ նկարեմ, հետո այն հետևի մասից եկա, հա փախնում էին։ Եվ շատ հետաքրքիր էր, որ բացի հավից, կովից կարելի է այս տեսակի նաև կենդանիներ աճեցնել, որ անծանոթ են, բայց ձեռնտու են։ Ամեն դեպքում ֆերմերը ասում էր, որ շատ ձեռնտու է կերակրի տեսակետից էլ, խնամքի տեսակետից էլ։
Ես վախենալու եմ։ Իրանք ավելի վախենալու են։ Ինչ էլ անուշ հոտ ունեն։ Բա ֆրանսիական դուխիներ է։ Մի հատ էլ կասեք անում։ Գերոֆորտ։ Հա։ Գերոֆորտ։ Տեսակի ինչ են սրանք։ Մսատու ցեղատեսակի ցլեր են։ Մսատու ցլեր են։ Իսկ ունեք իրանց այգ տեսակը։ Այն սովորական։ Չէ, նույն տեսակից են տարեկան ֆորտ։ Հա։ Մի տարեկան է, իսի տարեկան։ Նրանք մի տարեկան չկան, Այդ նոր եք բերել, հա իրանց։ Հա։ Պետքա հետո բազմացնեք, թե։ Չէ, մորսել են նպատակով է բանասի։ Իսկ որտեղից եք բերել, Հայաստանում կա, թե բազմացնող։ Չէ, դրսից Ռուսաստանից բերվում են, Հայաստան նույնպես անում։ Օճկերն էլ ինչ կարմիր է։ Վայ մի վախենալու են էլի մոտենալ։ Հələ մի հատ խելոք մնացեք։ Ես իրենց մոտենում եմ, իրանք վախենում են։ Ու չեմ կարողանում նկարել։ Այս ցեղատեսակը մսատու է ու կոտոշ չունեն։ Ուզում եմ աչքերի մեջ նայեմ։ Կարմիր են երևում։ Նայեք ոնց են նա վախեցած։ Նայեք։ Այ քեզ բան։ Այ տղա դու տղա ես թե ինչ ես։ Փախան։ Այ քեզ բան դուք սենց բան տեսել եք։ Նարին պատկերացնում ես, իրանք տարբեր են։ Հա։ Ները տարբեր է, իրենքիններ։ Այո, բոլորի աչքերը Այ ինչպես տեսակ, բոլորի աչքերն էլ էր տարբեր, տեսակն էլ ըստ տարիքի, ինչքան փոքր են, սպիտակ գույն են, հետո ասենք մի քիչ մուգ գույն են, ու որ կատակով ասում եմ ինչ հոտ է գալի անուշ, իրականում կաթի հոտ էր գալի, ոչ մի վատ հոտ, թրիքի հոտ առնվազն չէր գալիս, այ դա էր հետաքրքիր, մեր գոմերը որ մտնեք, ինչքան տհաճ հոտ կարող եք զգալ, իսկ այստեղ իրանք բաց պահվածքով ձմռանը պահվում են։ Ես հասկանում եմ, որ ընդհանուր առմամբ ֆերմերությունը հեշտ բան չի, բայց սա օրինակ վառ օրինակ է, տնտեսապես ձեռնտու ֆերմերություն ստեղծելու ու վարելու մասին։ Այսքանը չմոռանաք, բաժանորդագրվում եք Նարինե Կիրակոսյանի YouTube-յան ալիքին, լայքերն ենք դնում ու կիսվում ենք։ Մարդ ես, մեկ էլ տեսար ուրիշ ֆերմերներ առաջարկեցին գանք ու նկարենք իրենց ֆերմայի մասին։ Իմ Հայաստանից դուրս հեռուստադիտողի համար էլ այս գնացուցակը դնեմ, այս գնով վաճառվում է նաև համացանցի միջոցով ջայլամի միսը, ձեր մոտ եթե վաճառվում է ինչ գնի է, փորձել եք, ինձ հետաքրքիր է, հուշեք։